Ողջույն։ Վերջերս արդեն մի քանի անգամ լսել ենք տարօրինակ արտահայտություն. Հայաստանը ծայրագավառից դարձել ենք կենտրոն, աշխարհի կենտրոն։ Գիտեք, ցանկացած մարդ, որ իրեն համարում է պետության արժանապատիվ քաղաքացի, չի կարող իր երկիրն անվանել ծայրագավառ։ Դա խոսում է իր երկրի նկատմամբ իր կամարական վերաբերմունքի մասին։ Եվ ուրեմն, ինչ որ միջոցառման է մասնակցում ու ասում է. զոհերի, զոհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն։ Որ մենք հնագույն քաղաքակրթություն ենք, հնագույն ազգ, առաջին պետությունը, որ քրիստոնեություն է ընդունել, այդ սաղ մի կողմ։ Փաշինյանի ընկալումը ինչ որ իր հատուկ ընկալումն է, ոչ մեկիս հետ կապ չունեցող։ Լավ, փորձենք իր տրամաբանությունը հասկանալ, թե ինչ նկատի ունի աշխարհի կենտրոն ասելով։ Ասում է, որ այդքան զոհ է տվել, երկիր է զիջել, ուզում է բացել Թրամփի ուղի կամ խաղաղության խաչմերուկ, իրականում Զանգեզուրի միջանցք։ Ադրբեջանից բերում է բենզին, գուցե նաև շաքար, Ադրբեջանի տարածքով բերում է կոմբիկեր, ցորեն, Թուրքիայի հետ հարաբերություններ է ուզում վերականգնել, չնայած նրանց բոլոր նախապայմանները առանց բացառության կատարելով, ու դա համարում է աշխարհի կենտրոն։ Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս ծնողը, որը կորուստ է ունեցել եւ 1993 թվականին պատերազմի ժամանակ եւ 2020 թվականի պատերազմի ժամանակ, ասում է. Իմ երեխեներ խանգարում, որ դու դառնաս աշխարհի կենտրոն։ Թող դառնայիր, առանց իմ տղուն զոհ տալու։ Ասում է, իմ մի տղան զոհվել է առաջին պատերազմում, հայրենիք է ազատագրել։ Մյուս տղան զոհվել է երկրորդ պատերազմում, ու երկուսի արածներն էլ դու զրոյացրել ես։ Այսինքն, պարտադիր ազատագրված Արցախը հանձնեիր, որ քեզ համարեիր աշխարհի կենտրոն։ Ասում է, այն պահին, որ կորցրեցինք Արցախը, այդ պահին գտանք Հայաստանը ու ոգևորվում է դրանից։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն։ Երկրորդ պետության իշխանություն չեք կարող ասել, որ հանձնում է երկրի մի մասը ու իրեն համարում աշխարհի կենտրոն։ Ըստ Նիկոլի տրամաբանության, հենց Դանիան, Գրենլանդիան հանձնի Ամերիկային ու դրանից առաջ բազմահազար զոհ տա, կդառնա աշխարհի կենտրոն։ Եթե Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, մի 150,000 զոհ գնան, կդառնա աշխարհի կենտրոն։ Եթե Զելինսկին հիմա Կիևը առանց կրակոցի հանձնի Ռուսաստանին, կդառնա աշխարհի կենտրոն։ Հենց հիմա եթե Պաղեստինը ասի վերջ, Գազան հանձնում եմ Իսրայելին, Երուսաղեմի վերաբերյալ պահանջ չունեմ, կդառնա աշխարհի կենտրոն։ Հնդկաստան հրաժարվի Քաշմիրից, կդառնա աշխարհի կենտրոն։ Ես էլ այդ որդեկորույս ծնողն էլ դա ենք ասում։ Առանց զոհ չէ լինում աշխարհի կենտրոնը։ Այսինքն, մի փոքր պետության մեջ ոչ թե համադրում, այլ հակադրում ես ԱՄՆ-ին, Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, Եվրամիությանը ու դրանով ոգևորվել ես։ Դուք պատկերացնում եք, թե այդ բախումից տակը ինչ կմնա։ Զոհերը նախտ տվել է, Արցախը նախտ հանձնել է, բայց խաղաղությունը ապառիկով է, կախված է Ալիևի տրամադրությունից ու իրեն համարում է աշխարհի կենտրոն։ Ու նույն Հայաստանը աշխարհի կենտրոնի իբր դարձրածը հետևից էլ ասում է, որ մենք կանգնել ենք ընտրության առաջ, ընտրել Թուրքիայի նախապայմանները, Ադրբեջանի նախապայմանները, թե պատերազմը։ Անկեղծ ես այստեղ չգտա տրամաբանություն։ Նիկոլի համար աշխարհի կենտրոն է, որովհետև գերտերություն Ամերիկան համաձայնել է $9 միլիարդ ապրանք ծախել մեզ վրա։ Անհեռանկար, չիրականանալի ինչ-որ մոդուլային ռեակտորի համար, որևէ մեկը լսեց, թե երբ են սարքելու, ժամկետ ասել են, լսել եք ժողովուրդ, թե բա բանակցությունները ավարտվել են։ Մետրոյի աջափնյակ կայարանի ոչ միայն բանակցություններն էին ավարտվել, տոն նախագիծներ էին ավարտել շատ վաղուց, հետո երեք թմկահարեցին, որ ԱՄՆ-ի հետ ավարտել են, սարքելու են, փող խոսեցին, հիմարացրեցին ներդրում անվանելով այդ պարտավորությունը, պարտքը։ Այսօր սրանց նախարարն ասում է, դեռ չենք շտապում, հələ մի քանի երկրի առաջարկ քննարկում ենք, ձեռք եք առնում, բայց ԱՄՆ
փոխնախագահ, որ աննախադեպ եկավ ընտանյոք հանդերձ, բայց ինչ խոսեց ատոմակայանի մասին։ Իրենց ասել եք, որ դեռ լիքը տարբերակներ եք քննարկում։ Սրանք չեն կարողանում դրսից ինչ որ հայտնի մեկին հենց այնպես առանց փողի բերել Հայաստան ու դրանով ուրախանում են։ Կենացներն էլ քաղցրանում են, Snoop Dogg-ը $6 միլիոն էր գալիս, քցեց։ Ջենիֆեր Լոպեսը մի այդքանով եկավ, Վենսը $9 միլիարդ եկավ։ Լավ է էլի։ Առհասարակ, այդ մարդը ինչից խոսում է, իմ կարծիքով պետք է միշտ վերաբերել կասկածանքով։ Եթե Նիկոլ Փաշինյանը դրսից մտնի ներս ու ասի ձյուն է գալիս, առանց լրացուցիչ ստուգման, անգամ դրան պետք չէ հավատալ։ Աշխարհի կենտրոն դարձնող այդ մարդիկ ասում էին, չէ, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։ Իրականություն էր։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեք Facebook-յան էջում շնորհավորում է վեհափարի անվանակոչության օրը, այսօր քննչական կոմիտեն մտնում է խուզարկելու։ Գնացեք ցանկացած քպականի հարցրեք։ Դա ինչ էր։ Կասի, բան, նորմալ է, իրավական թեմա է եւ այլն։ Մեկ հակառակ կարծիք չեն կարող ունենալ մեր ժող բաստիոնի դրոշակակիրները։ Հակառակ դեպքում կհայտնվեն նույն քախալացյալների վիճակում։ Ինչ որ մեկը կասկածում է ժողովուրդ, վստահ եմ, որ ոչ։ Եվ ուրեմն, որքան հավատում եք, որ Հայաստանը ժող բաստիոն է, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, Հայաստանը ավելի ինքնիշխան է, քան երբևէ, այդքան էլ հավատացեք, որ Նիկոլի քանդած Հայաստանը աշխարհի հենց կենտրոնն է։ Հայաստանը թերևս մի բանով է աշխարհի կենտրոն։ Աշխարհի կենտրոնների չափ ու գուցե ավելի պարգևավճար են ստանում։ Այն ժամանակ, երբ Հայաստանից ոչ մի միլիմետր թշնամու տիրապետության տակ չէր, այդ ժամանակ ինքնիշխան չէր սրանց։ Հիմա որ 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել են, 12,000 քառակուսի կիլոմետր արյամբ ազատագրված ու պահած զարգացող երկիրը հանձնել է Ադրբեջանին, ամենաինքնիշխանն ենք։ Որքանով որ հավատում եք, որ դա խաղաղություն է բերելու, այդքանով էլ հավատացեք, որ աշխարհի ինքնիշխանն ենք։ Իսկ մարդիկ վստահ են։ Լավ, շատ-շատերը վստահ են, որ քանի դեռ սրանք են իշխանության, այս հրադադարը կարող է խախտվել ամեն պահի, որովհետև թույլ են, վախկոտ, ծույլիկ, տգետ, ամբաշար։ Սրանք Ժորժյան իհարկե կարող են ունենալ իրենց իշխանության ուժեղ լինելու մասին երազանքներ։ Սրանք կարող են անդադար ելույթ ունենալ, խոստումներ տալ, ստել, բայց աշխատել երբեք։ Որ մի խոստմանդ անդրադառնում ենք, որ մեկին ուզում է, սուտ է ու փուչիկ, միլիոններ եք ծախսել փուչ բաների վրա։ Շատ ուշագրավ էր իդեպ, թե Նիկոլը որտեղ էր այդ ելույթը ունենում աշխարհի կենտրոնի մասին։ Մենակ դա ամեն ինչ ասում է սրանց մասին։ Միջոցառման անունը դրել էին Երևանի կայուն էներգիայի օրեր։ Հենց անունն է խնդալու ժողովուրդ։ Սրանց պատճառով Երևանը մի քանի օր մթության մեջ էր։ Սրանք Երևանի կայուն էներգիայի օրերի վերաբերյալ միջոցառում են անում։ Կարճ ասած, Ժորժյան, ոչ ես, ոչ դուք, որ չենք հավատում այս իշխանության որևէ արածի դրական արդյունքին, մեղավորը մենք չենք։ Մենք ուղղակի չենք տեսել այդ դրական արդյունքը։ Սրանք ասել են աշխարհի կենտրոն, բայց դարձրել են ողբերգության, անհաջողությունների, հանձնումների, թալանի, պարտքերի կենտրոն, որովհետև որքան էլ լավ ծրագիր ու գաղափար ունենան, սրանք ի վիճակի չեն դա անելու։